Երբ ձմեռը պատուհանները ծածկում է արծաթափայլ վերմակով, օդը լարվում է և ճակատագրի անտեսանելի թելերը սկսում են դողալ։ 2026 թվականի հունվարն ու փետրվարը բերում են ոչ միայն օրացույցի էջեր, սա այն ժամանակն է, երբ ներքին ձգտումներն ու արտաքին հանգամանքները կարող են անսպասելիորեն միավորվել մեկ բարենպաստ ազդակի մեջ։ Որոշ նշանների համար այս ժամանակահատվածը հատկապես առատաձեռն կլինի։ Իրադարձությունները կզարգանան այնպես, որ դուք կզգաք հանգամանքների աջակցությունը և կստանաք աճի կոնկրետ հնարավորություններ։ Ստորև ներկայացված է սեզոնի 5 սիրելիների մանրամասն վերլուծությունը, ինչպես է ճիշտ դրսևորվելու բախտը, որ որոշումները կլինեն գլխավորը և ինչին պետք է ուշադրություն դարձնել այս բարենպաստ վեկտորը մաքսիմալացնելու համար։ Ստորև ներկայացված է սեզոնի 5 սիրելիների մանրամասն վերլուծությունը, ինչպես է ճիշտ դրսևորվելու բախտը, որ որոշումները կլինեն գլխավորը և ինչին պետք է ուշադրություն դարձնել այս բարենպաստ վեկտորը մաքսիմալացնելու համար։ Երկվորյակներ։ Անսպասելի ծրագրերի մեղեդին։ Տարվա սկզբին երկվորյակները կզգան մտքերի ալիք և կարոտ այն բաների նկատմամբ, որոնք վաղուց ցանկացել են իրականացնել։ Սա այն ժամանակն է, երբ գաղափարները ձևավորվում են։ Զրույցը հանգեցնում է բիզնեսի մեկնարկի, իսկ պատահական հանդիպումը օգտակար կապի։ Կարևոր քայլերը կպահանջեն արագ արձագանքներ և ճկունություն, դուք կկարողանաք արագ հարմարվել, օգտագործել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը և այն վերածել գործնական օգուտների, բայց հաջողությունը կպահանջի կենտրոնացում, օգտակար է ընտրել 1 կամ 2 ոլորտ և լիցքավորել դրանք, այլ ոչ թե շեղվել բազմաթիվ մանրուքներով։ Սոցիալական ակտիվությունը կաճի, նախաձեռնող եղեք այն շրջանակներում, որտեղ նախկինում թեթևակի ձգողություն էիք զգում, և մի վախեցեք առաջարկել համագործակցության ոչ ավանդական ձևաչափ։ Համարձակ գաղափարը, որը վերածվում է գործողության, կարող է մեծ առաջընթաց ապահովել։ Առյուծ։ Ծագող լույսի սրահ, գործերի և սրտի հաղթանակ։ Տարվա այս ժամանակահատվածում առյուծները կարող են ակնկալել մասնագիտական խանդավառության և ջերմ անձնական հարաբերությունների ներդաշնակ համադրություն։ Ձեր մասնագիտական ջանքերի նկատմամբ ուշադրության ավելացումը կտա կոնկրետ արդյունքներ, ընդլայնված պատասխանատվության առաջարկներ, ձեր գաղափարները ավելի լայն լսարանի ներկայացնելու հնարավորություն կամ երկարատև նվիրվածության համար պարգևատրումներ։ Հարաբերությունների ոլորտում դուք ունակ եք հաստատել ջերմ և անկեղծ հարաբերություններ։ Ճանաչումն ու աջակցությունը կգան ոչ միայն դրսից, այլև նրանցից, ում հետ կիսում եք առօրյա կյանքը և հետաքրքրությունները։ Ստեղծագործական ջանքերը կգտնեն կայուն հիմք։ Եթե մտքում ունեք ինչ-որ արտահայտիչ կամ գեղարվեստական բան, հիմա հնարավորություն է ձեր գաղափարը իրականացնելու։ Պահպանեք արժանապատվությունը և չափի զգացումը։ Փոխարինեք հավակնոտ ծրագրերը ինքնախնամքով, որպեսզի հաջողությունը չդառնա հյուծման աղբյուր։ Կշեռք։ Լույս խաչմերուկում, աճի և հանրային ճանաչման հնարավորություններ։ Կշեռքները կզգան իրենց կյանքում սոցիալական դինամիկայի ի հարդ գալը։ Ծանոթություններն ու նոր մարդիկ կխրախուսեն ձեզ մասնակցել համայնքային կամ ստեղծագործական նախագծերի, որտեղ կարող եք ցուցադրել առաջնորդական որակներ։ Կառաջանան հնարավորություններ ցուցադրելու ձեր տաղանդը և զբաղվելու նախկինում անտեսված ոլորտներով։ Սա նաև այն ժամանակն է, երբ ընտանեկան հարաբերությունները կարող են ամրապնդվել գործնական քայլերի միջոցով։ Վերանորոգումները, տարածքի փոփոխությունները և անկեղծ զրույցները դրական ազդեցություն կունենան տան մթնոլորտի վրա։ Եթե դուք սպասում էիք փայլելու հնարավորության, պատրաստվեք պահել ձեր խոսքը և ցույց տալ առաջնորդելու ձեր պատրաստակամությունը։ Երկխոսություն կառուցելու և գեղագիտական հավասարակշռություն գտնելու ձեր ունակությունը կճանաչվի և կաջակցվի։ Հիշեք ուշադիր լինել։ Անձնական շահերի և հանրային ուշադրության միջև հավասարակշռությունը կօգնի ձեզ պահպանել ամուր դիրք։ Կարիճ։ Լուռ ռազմավարություն, ճիշտ թելերը միացնելու արվեստը։ Այս ժամանակահատվածում կարիճները հատուկ առավելություն են ստանում պլանավորման և ճշգրիտ գործողությունների մեջ։ Ձեր վերլուծական հմտությունները կբարելավվեն։ Դուք կտեսնեք կապեր, որոնք թաքնված են մնում ուրիշների համար, և դուք կկարողանաք օգտագործել այս գիտելիքները օգտակար կապեր հաստատելու համար։
Մարդկանց եւ իրավիճակների ուժեղ կողմերը տարբերակելու ունակությունը թույլ կտա ձեզ ուշադիր կառուցել աջակցության ցանց կամ թիմ հավաքել գաղափարի շուրջ։ Բախտը կոժանդակի նրանց, ովքեր գործում են ռազմավարականորեն։ Լավ մտածված քայլերը, ժամանակացույցերը եւ առաջնահերթությունների սահմանումը կտան շոշափելի արդյունքներ։ Հարաբերություններում եւ բիզնեսում կարևոր է համատեղել խորը ինտուիցիան կատարման ճշգրտության հետ։ Այդ դեպքում ձեր ծրագրերը կսկսեն տալ կոնկրետ, օգտակար արդյունքներ եւ ձեզ գրաված մարդիկ կդառնան իսկական աջակցություն։ Ձկներ։ Ճակատագրի լուռ նշաններ, նուրբ ակնարկներ եւ ինքնաիրացման նոր ուղիներ։ Ձկների համար տարվա առաջին ամիսները խոստանում են հանդիպումներ եւ իրադարձություններ, որոնք կբացեն ինքնադրսևորման ոչ ավանդական հնարավորություններ։ Սա կարող է դրսևորվել որպես ծանոթություն այնպիսի անձի հետ, որի ազդեցությունը վճռորոշ է դառնում, կամ որպես նախագիծ, որը խթանվում է հանկարծակի գաղափարով, որը խորը արձագանք է գտնում։ Կարևոր է ուշադիր լինել ձեր սեփական զգացմունքների նկատմամբ։ Ներքին ակնարկներն ու նուրբ ազդանշանները կօգնեն ձեզ տարբերակել խոստումնալից ուղիները անցողիկ սիրահարվածություններից։ Հաջողության գործնական կողմը գալիս է նրանց, ովքեր կարող են համատեղել զգայունությունը կարգապահության հետ, գրառումներ կատարելը, կապերի հետևումը եւ փոքր քայլերի պլանավորումը կվերածեն ինտուիտիվ ազդակների իրական նվաճումների։ Եթե ցանկանում եք իրականացնել ստեղծագործական գաղափար, պատրաստեք պարզ, բայց հուսալի ծրագիր։ Փոքր հետևողական ջանքերը կվերածեն ոգեշնչումը շոշափելի արդյունքների։